Բարև Օլիմպոս եւ օլիմպոսցիներ, անչափ շնորհակալ ենք, որ մեր բազմաթիվ հորդորները տեղ են հասել, շատ ակտիվ եք սոցկայքերում եւ YouTube-ում, անդադար գրում եք մեկնաբանություններ եւ մենք զգում ենք ձեր աջակցությունը։ Եվ մեր այսօրվա հյուրը Հասմիկ, եւ մեր այսօրվա հյուրը շատ սիրելի մի մարզիկ է, որը արդեն ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան, նա օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի արծաթե մեդալակիր, նա Ռոման Ամոյանն է, բարև Ռոման ջան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մեր շատ սիրելի ու շատ սպասված հյուրերից ես, Ռոման։ Արդեն 9 տարի է անցել, որ ավարտել ես կարիերատ, բայց ասես 3 լիներ։ Քեզ համարել է ժամանակը այդքան արագ անցել։ Գիտեք, միջև առ այսօր էլ, որ աչքերս փակում եմ, միշտ ապրում եմ, վերապրում եմ այդ անցած տարիները, բայց մեր երեխաները թույլ չեն տալի, որ ես այդքան շատ մտահոգ լինեմ այդ սպորտի մեր ըմշամարտի վերաբերյալ, քանի որ միշտ մեջն եմ։ Մեր երեխաները մարզվում են, ես էլ հաճախ գնում եմ մարզումների, մարզվում եմ, բայց ճիշտ է, գործողը այլ բան է։ Կողքից նայել մի քիչ այլ բան, որ դու միշտ մեջն ես եղել, ակտիվ ես եղել, մի քիչ տարբերվում եմ, բայց միանշանակ միշտ մտածում ես, միշտ ուզում ես էլի այդ բանի վրա լինես, բայց մեկը կա ժամանակ, որ պետք է թողես ճիշտ ժամանակին։ Ոնց հասկացար, որ ճիշտ ժամանակն է թողնելու Ռոման, որովհետև մարզիկները հաճախ չեն կարողանում թողնել սպորտը եւ ավելի են երկարացնում կարիերան, բայց կան մարդիկ, ովքեր ճիշտ ժամանակին կանգ են առնում։ Ցանկացած մարզաձև լինի եւ ուժեղ մարզիկներ միշտ որ իրենք արել են ռեզուլտատ եւ իրենք միշտ փառքի գագաթնակետում են եղել, միշտ հաղթել են, իրանց համար դժվար է այդ հաղթանակը թողելը, որովհետեւ շատ դժվար է մարզիկը մերվում դրա հետ։ Միշտ կռիվ է տալի, վայ, կայնի չէ, այս ոնց որ հլա ուժերը ստեղն է, ներվերը ստեղն է, բայց կա ժամանակ, որ զգում ես իրոք պետք է թողես այդ արդեն մարզիկի տարիքն է, որ նյարդերը չի ներում քեզ, անցած կարող է ամեն գոտե մարտից հետո սկսես համ շատ ուշ վերականգնվել, համ արդեն այդ միավորի պայքարը ինչը որ անում էիր, հիմա դե դժվար անում ես արդեն այդ տարիքի մեջ անել։ Եվ դա դուրս է գալու, որ հանձնվում ես։ Այսինքն մարզիկը հոգեբանորեն է ավելի շատ հանձնվում, սկզբից հետո նոր ֆիզիկապես։ Այո, գիտեք ոնց, հոգեբանորենը դա կապված է իրար հետ, տեսեք, որ ֆիզիկապես եւ շնչառական մյուս բաները, որ արդեն չի հերիքում, ստիպվածս չես կարողանում արդեն դիմակայել, դիմադրել եւ սկսում է արդեն հանձնվան փուլը, արդեն չես կարող այն տիպի պայքարը տանել ու մարզիկը ստիպված հանձնվում է, կամած այդ միավորները սկսում է ինքը բաց թողնել։ Եվ դու երբ հասացիր, որ արդեն իմ ժամանակն է։ Ես չեմ ուզում հանձնվել։ Ես էլի չէի ուզում, գիտեք, բայց վերջին Եվրոպայի առաջնությանը մասնակցեցի, երկրորդ տեղը գրավեցի եւ այդ տարի օլիմպիական խաղերի վերջին իմ համար այդ Թուրքիայում կայացած վարկանիշային օլիմպիական խաղերն էր, այնտեղ մի քիչ գոտեմարտը այլ չգնաց, պարտվեցի, դրանից հետո ասեցի վերջ, արդեն ժամանակն է որ կանգ առնել, որովհետև որ միշտ հաղթել ես եւ տեսնում ես արդեն շատ դժվար է գնում, պետք է հաղթանակացել, թողնես սպորտը իմ կարծիքով։ Դու փայլուն ճանապարհ ես անցել, մեծ նվաճումներ ունեցել, բայց կա մի բան, որ ափսոսում ես, որ ուզում էիր անել, բայց այդպես էլ չստացվեց։ Այո, սպորտի մեջ գիտեք, միշտ խոչընդոտներ լինում են, տարբեր տեսակի, լինի կյանքի փորձը, լինի, չգիտեմ, մրցավարական, լինի սխալ մոտեցումը, ես իմ լիքը բաներ, ելևէջներ լինում է սպորտի մեջ, բայց ունեցել եմ, մարդ պիտի ինչքան սպորտի մեջ է, պետք է այնպես հաղթարի ամեն ինչը, եթե կարող է իհարկե, էլի, եթե այդ պոտենցիալը մարզիկը ունի, պետք է այնպես անի մինչև վերջ հասնի իր նպատակին, որովհետև սպորտային կյանքը այնքան կարճ է, որ հնարավորությունն էլ
այսօրվա հնարավորությունը դու պետք է օգտագործես ճիշտ ժամանակին։ Եթե թողեցիր, վсё, կարող է էլ տարիներ անցնի, սաղ կյանքդ քո մեջ քեզ չկարողանաս ներել, հա, այդ բաների մեջ միշտ աշկի դեմը գա այս գոտե մարդը, ես իմ այս հաղթապարտությունը, այս մոտեցում, վայս դες ճիշտ չմոտեցան, սենց այնպես իհարկե իմ մոտ էլ է եղել այդպիսի բաներ, որ ես հնարավորություն ունեցել եմ որ հաղթեմ, բայց չի ստացվել, երևի թե այդ պրովոկացիաներին կուլ եմ գնացել, այսինքն ստրվել եմ այդ պրովոկացիաներին եւ սա խառնել եմ իրար։ Եղել է դեպքեր օլիմպիական խաղեր, աշխարհի մրցաշար եւ այդպիսի օլիմպիական խաղերի վարկանիշային փուլ եղել են դեպքեր, որ ես հիմա ինքս ինձ եմ մեղադրում, այն ժամանակ մեղադրում էինք իրական մեղավորներին այդ ժամանակահատվածում, որ թույլ չեն տալի, բայց վերջը մարզիկը ինքը իրեն է մեղադրում, որովհետեւ ինքը չի հաղթարել դա։ Ինքը որ գնում է պետք է իմանալով հանդերձ, որ այո, ուժեղ են, ինքը մի հոգու հետ պետք է չես գոտե մարտում, այլ ամբողջ երկրի կամ ներկայացուցիչների եւ այլն։ Հիմա բաներ կա, որ ես ինքս ինձ եմ միշտ մեղադրում, ոչ մեկին չեմ մեղադրում դրա մեջ։ Դարտերը իրար տվեցինք։ Հետ եմ գնում եմ տարիներով։ Դե եկեք էլի հետ գնանք Ռոման, բայց Հասմիկը ճիշտ նկատեց, որ փառահեղ ուղի ես անցել, այսինքն մենք նշեցինք քո տիտղոսները եւ այդպիսի տիտղոսներով ոչ բոլորը կարող են գլուխ գովել։ Եկեք մի քիչ էլ լավ բաներ։ Մենք ընդհանրում մեկ անգամ ասեցինք, բայց նա աշխարհից մի քանի մեդալ ունի Եվրոպայի տարբեր։ Այո, մեդալները լավերը հիշենք, ստացված մրցաշարերը, մեդալները։ Ստացված դու գիտեք, ստացված բազմաթիվ մեդալներ են եղել, թե աշխարհի, Եվրոպայի օլիմպիական խաղերում, բայց մրցաշարեր կար, որ պետք է ունենայի ոսկի, ցավոք չեղավ ոսկի։ Աշխարհը եւ օլիմպիական խաղերը։ Բայց փառք Աստծո, ոնց որ այդ աշխարհի ոսկին մենք մեր տանը ունենք։ Եվ ոչ մեկը։ Այո, եւ մնում է ոսկին էլ ունենանք, ինձ թվում է Աստծո օրհնությամբ կունենանք եւ դա։ Դրանից կխոսենք, բայց հարցրում մեր սիրելի մեդալից։ Մեր սիրելի մեդալը, իմ Հասմիկի սիրելի մեդալը Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզն է, Ռոման։ Այն ժամանակ դե Պեկինում ժամային գոտիները գիտեք ու մենք առավոտը ծեքին արթնանում էինք ամենքս մեր տանը ու կապի մեջ էինք սկսեց Ռոմանի ելույթները ու Ռոմանը այդ քո ցածկը, այդ ուրախությունը այնպեսի անմոռանալի ապրումներ են մեր մոտ առաջացրել, որ տարիներ անց մենք անընդհատ դա հիշում ենք, մեր առաջին օլիմպիական խաղերն էին։ Խնդրում եմ դու ասես, ինչ եղավ Պեկինում, ինչպես դարձար բրոնզե մեդալակիր եւ 8 չէ, 8 տարվա դադարից հետո Հայաստան մեդալ բերեցի։ Ընդհանուր 8 տարվա ամշամարտում 12 տարի մեդալ չէր եղել օլիմպիական խաղերում եւ առաջին մեդալը գիտեք ինչ պահ էր, ես հիշում եմ, որ մեր երկրի ամբողջ ղեկավար կազմը նախագահ օլիմպիական կոմիտեի նախագահ դելեգացիան Պեկինի շատ ուժեղ էր, շատ մարդիկ կային եւ այդ գոտեմարտներն էր ընթանում եւ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը առաջին մեդալի համար գոտեմարտն է գնում։ Դե միջև այդ մեր մարզիկներով հանդես էին գալի, չկար նվաճում, հա եւ պատկերացրեք այդ լարվածությունը, ծանրաբեռնվածությունը վրա, որ եւ անցնում ես քեզենամ եւ տես քաջալերում, բայց տեսնում ես սաղ սպասում են այդ մեդալին, ավելի ես լարվում, էլ պատասխանատվությունը շատ եւ հիշում եմ մի դեպք Սամվել Գևորքյանի հետ, դա Ընկեր Ժուֆալակյանը մեր հավաքականի մարզիչն էր, ինքը իր հրանքները տվեց, խոսացինք, անալիզ արեցինք, բան, գնաց։ Ինչ ասեցիք Ժուֆալակյան։ Ասես որ շատ թեթև մոտեցի այս մրցաշարին եւ այս գոտեմարտին։ Դե օլիմպիական խաղերը այնպիսի մարզիկներ են պարտվել, որ 5-ակի, 6-ակի աշխարհի չեմպիոններ, բայց օլիմպիական խաղերում մեդալ չեն նվաճել կամ երկրորդ տեղ են զբաղեցրել այդպես։ Շատ դժվար է, դե օլիմպիական խաղերը ընդհանրապես մարզիկի համար այդ հոգեվիճակն է, որ շատ լարված է պահում ու չի ստացվում։ Կարող տեսնես
շատ ուժեղ մարզիկի, որ գիտես 101% այդ մարդը կարող չեմպիոնի հավակնորդ մարդ, հա, բայց օլիմպիական խաղերում ինքը լրիվ այլ մարդ է, այլ ձևով է հանդես գալ։ Վերջը ես հիմա ուզում եմ դե ես ընդհանրապես գոտե մարտից առաջ, եթե ժամերը այնպես է լինում, ժամանակ է լինում, ես միշտ սիրում եմ, որ քնեմ մի քիչ, ավելի շուտ ես վերականգնում, թարմ ես լինում։ Հիմա գնացել եմ ուզում եմ քնեմ, տեսնում եմ աչքերս փակում եմ եւ այս գոտե մարտը ոնց է գալիս աչքիս առաջ վարվում եմ, էլի այդ սպորտային բան կա, էլի լեքսիկա, տերմին կա, չեմ կարողանում հանգիստ, հա, չեմ կարողանում հանգիստ աչքերս փակում եմ, ոնց որ ընթա միշտ այս բարբա էսեն սենց արդեն փարք մարքս սկսում ես էլի մեդալը պատկերացնում է, հա, բա ու դա ասեմ մարզիկի համար շատ վատ վիճակ, այո, կարա ինքը չկարողանա ընդհանրապես գոտե մարտի, որովհետև որ վարվում է, էլի մարզիկը։ Կանչեցա Սինգեր Գևորգյան ոնց որ սենց բան ա եղել, ասեց արի։ Գնացինք այդ 2 ժամ ման ենք եկել օլիմպիական հա գյուղում ավանում ման էին գալի, մի 2 ժամ ման եկած ես թարմ եկել եմ, չեմ քնե։ Ու մի անգամից գնացինք բան Դալիշ գնացինք արենա, գնացին դեղ արդեն պատրաստվել, բան, նախապատրաստվել եւ ավելի, հա, ավելի այտենց տրամադրված, այո, եւ հաղթանակը այն էր, որ իմ մեջ այնքան բան կար, որ կյանքում պետք է այն որ ատամներով լինի, պետք է պայես այդ հաղթանակը կորզես, վրա այտենց էլ եղավ։ Կորզեցի այդ հաղթանակը։ Դե պատկերացրեք գիտես, որ մի ամբողջ ազգ սպասում այդ հաղթանակին եւ երկրի ղեկավարությունը բոլորը այնտեղ նստած ուրիշ հնարավոր ձև չկար, էլի չհաղթելու։ Սպասելն այն խոսք չէր, անկեղծ հետո գուցե մեդալները շատացան եւ մի քիչ սովորական էր դարձել, այն տարիներին հրաշքի պես էր մեդալը։ Ու երբ որ դու մեր հավաքականի առաջին մեդալը բերեցիր Պեկինում, Գոհարի հետ մենք ուղղակի երանության, ցնծության, երջանկության մեջ էինք։ Շատ դժվար էր։ Վերադառնանք Ամոյանների ընտանիքին, արդեն աշխարհի Եվրոպայի չեմպիոնը նորը գործողը ունենք, Մալխաս Ամոյանը, մեդալակիր օլիմպիականն։ Այո, օլիմպիական մեդալակիրը եւ որը գնում է օլիմպիական ոսկու մեդալի հետևից։ Ամոյանների ֆենոմենը ինչու՞մն է կայանում։ Գիտեք ինչու՞մ առաջինը ասեմ, որ շատ կազմակերպված թե քնելը, սնունդը, շարժու ձևը դա սպորտային ռեժիմը մարզիկի համար ամենաառաջնային կարելի ասել հաղթանակներից մեկն է, եթե դու մարզիկը չունենա ռեժիմ, նպատակ, ինքը ոչ մի բանի չի հասնի, ինչքան էլ ուզում ես աշխարհ առջակ ամենագեր տաղանդավոր մարդը լինես, եթե դու չունենաս սպորտային ռեժիմ, ոչ մի բան չի լինի։ Ինչքան էլ երազանքներով ապրես, ինչքան էլ ինչ-որ նպատակներ ունենաս բան քայլելու, եթե աշխատասիրություն նպատակ դիսցիպլինան չունենա, մարզիկը դա չի լինի։ Իսկ այդ դիսցիպլինան, այո, ես մեր տանը հիշում եմ, որ մենք բոլորս մի տանն էինք ապրում, 3 եղբայրներս հարսներ, երեխաներ, բոլորը մենք մի տան մեջ էինք ապրում, ես որ քնում էի, ժամը 9:30-ին պարկում էի քնելու, պատկերացնում եմ մեր տունը ոնց որ մարդ չմնար, այդպես բոլորը լուր բան, որ հանգարց չխանգարեին, ես չվեր կենայի, այդ քունս չխանգարվեր, կարողանայի հաջորդ պարապմունքս լավ անեի եւ սննդակարգը, ամեն ինչը լրիվ յուրահատուկ ա եղել ինձ մոտ, որովհետեւ ես ունեցել եմ նպատակ, նպատակի հետևից գնալու համար պետքա շատ բաներից զրկվես։ Եթե այդ ռեժիմները, այդ կանոնակարգը չունենա մարզիկը, հաստատ չի հասնի իր ուզած բանը, կարող է հասնի միջին ինչ-որ մի 2 մեդալ փախցնի, բայց
աշխարհարչակ մարզիկ չեն դառնա երբեք։ Ու շարունակական չի։ Այո, շարունակական չէ, իսկ տենց հետո տեսելա դե տենալով սովորում են Մալխասնա տենց էլի ինձանից լավ պահում է այդ տրադիցիան եւ այդ ռեժիմը ինքն էլ է շատ յուրահատուկ պահում։ Ինձանից ես հիշում եմ, որ այդ մարզումն այդ ակտիվ սպորտի մեջ էի, ինձանից իմ ընկերները նեղանում էին, բարեկամներս, բոլորը նեղանում էին, կնունք էր լինում, ծնունդ, հարսանիք, բան, ես միշտ ուշացած էի գնում, որովհետեւ իմ համար եղել է սպորտը, իմ կյանքն է եղել, որ առաջնային իմ մարզումները հետո նոր մնացած է։ Փողոցը բան եւ այդ ծնունդ, հարսանիք, բան դա միշտ էլ կա։ Իսկ այս կար սպորտային կյանքում դու եթե նպատակ ունես, տանջվում ես, պետք է հասնես դրան։ Եվ հասնելու համար պետք է զոհաբերության գնաս։ Եվ ճիշտ է, դա դժվար բան էր, որ գիտես, սաղ ընկերներդ միտեղ հավաքվում են, բարեկամները, բանը դու չես են անում, բայց դու տանջվում ես, կրտնում ես եւ հացում ես, այո։ Բայց այն ուրախությունն էլ, որ դու էիր ապարգևում այդ նույն մարդկանց բարեկամության, ընկերությանը, մտերիմներին, այդ անպատկերացնելի բան է, երևույթ է, որ կայնում ես պեդեստալի վրա, նոր պատկերացնում ես, թե դու ինչ ես արել եւ այդ տարին աշխատանքը, այդ ծանրագույն, տանջալից աշխատանքներից հետո որ կանգնում ես պատվանդանի վրա, այդ ամեն ինչը sense մեջից այդ ոնց որ դուրս գաս, ես վայ, ուրեմն արժեր ես սրա համար sense զոհաբերության գնալ։ Դու նշեցի շատ մեծ կարգապահություն է ամոյաններին հատուկ, բայց ես կնշեմ համեստությունը, որը կա եւ դու ունես եւ Մալխասի մեջ ենք նկատում, Մալխասի մոտ ենք նկատում եւ բացի այդ էլ նաեւ գենետիկական առանձնահատկություն, ամեն դեպքում դուք ըմբշամարտի նկատմամբ այսպես նախատրամադրվածություն ունեք։ Հիմա ուզում ենք մի քիչ Մալխասի որակներից նշես, որոնք նրան բացի քո թվարկածներից առաջ են տանում եւ օգնում են առաջատար մարզիկ լինել ամբողջ աշխարհում։ Գիտեք, ինքը շատ համառ մարզիկ է։ Մարզիկը ընդհանրապես որ մարզվում է, անցնում է փուլ, հա, Եվրոպայի աշխարհի առաջնություն եւ գալիս է դե մարդը ռոբոտ չի, պետք է մի քիչ էլ հանգստանա։ Բայց իր մոտ այդ հանգիստը вообще չկա, ընդհանրապես չկա։ Գալիս է մի օր հետո, երկու օր հետո էլի տեսնում ես, էլի վերցնում է պարապմունքներ, վազք, ուժային, էս ասում ենք մենք որ զորով ասում են մարզիչները մի արա այլ հերիք է գոնե ժամանակ կա մի 10 օր պետք է հանգստանաս, բայց իր հանգիստը ինքը գտնում է էլի պարամարզումների մեջ։ Իր նպատակը մի քիչ ես կասեի ինչքան ինքը հաղթում է, էլ ավելի ուզում է ավելին վերցնի սպորտից, որովհետև իրոք ինքը ճիշտ է մտածում, սպորտը կարճ կյանք ունի, կյանքում այդ ընդհանուր քո կյանքի մեջ մի փոքր տեղ է զբաղացնում։ Բայց դու մարզիկը այնքան պիտի այդ տեղը այնքան ճիշտ պետք է օգտագործի, որ կարողանա ինչ կա չկա սպորտից վերցնի։ Այդ փառքը, անունը, պատմություն, մեդալներ, այդ ամեն ինչը եւ այդ իր համառությամբ, այդ նպատակասլացությամբ ինքը կարողանում է հասնել դրան գրագետ ձևով։ Մալխասը ես կասեի մեր միջազգային, հա, արենայից վերցրած ըմբշամարտի մեջ ինքը պրոֆեսոր է։ Ու այդ ծանր քաշային այդ իր քաշը աշխարհի ամենաուժեղագույն քաշերից կարելի ասել այդ ուժեղագույն քաշն է, որովհետև այդ միջին քաշը շատ ամենաբարձրն է, միշտ եղել ու հիմա է։ Միշտ կոնկուրենցիան իրանց այլ է, էլի։ Պատկերացրեք աշխարհի առաջնության ժամանակ 2-3 օլիմպիական չեմպիոններ, աշխարհի տարբեր չեմպիոններ, տարբեր տարիների մեջ ու այդ process-ի մեջ դու դառնում ես աշխարհի չեմպիոն։ Հաճելի է։ Իհարկե հաճելին որն է, իմ ասում եմ փշականում եմ ես այդ բաներից, որովհետև դա մարզիկի աշխատանքը, այդ կամքը, մոտեցումը, գիտեք,
հաճախ որ ինձ ասում են սենց ասում եմ բայց այդ մեդալի հակառակ կողմն էլ կա էլի, որովհետև դուք չգիտեք մարզիկը ինչ ձև է տանջվում, ինչ վնասվածքներով է մարզվում, որը որ սովորական մարդը այդ վնասվածքով կարող է անկողնային լինի, բայց մեր մարզիկները փառք ու պատիվ իրենց, որ այն իրանց կամքով մարզվում են ու ոչ թե մարզվում են, դառնում են չեմպիոն, հաղթում են։ Դա իրոք Քո պարագայում էլ այդ հակառակ կողմը շատ է եղել։ Ինչն է քեզ պահել, Ռոման, որ չհանձնվես ու ինչի հետևից գնաս։ Ոգին, այդ երազանքս, նպատակս, այդ է ինձ պահել միշտ։ Եղել են դեպքեր, ինձ թվում է մենակ միայն ինձ մոտ չէ։ Լիքը մարզիկներ կարող եմ օրինակ բերեմ, որ բոլորի մոտ էլ համարյա թե եղել են այդ ընկշվածությունը, հիասթափությունը, պայեր եղել են, որ ասում ես հերիքա հոգնա, թե վնասվածքներից, թե կարելի ասել մրցավարական մոտեցումից, լիքը տարբեր նյուանսներով, բայց դա մարզիկի ուժը ոգին է ցույց տալի իր մեջի ամեն ինչ էլի։ Գենը էլ շատ կարևոր բան է։ Չհանձնվող գենը, դա շատ կարևոր բան է։ Դուք 3 եղբայր եք, ունեք որդիներ, հետո 3 եղբայր, 1 քույր։ Այո, ուզում եմ իմանալ ձեր ընտանիքից, գիտեմ, որ շատ ըմբիշներ ունեք, Դեմոս Մալխասի, էլ ովքեր են շարունակում մարզվել, նաև քո որդին է, գիտենք, որ սիրում եմ շամանը։ Այո, Մալխասից հետո ունեմ մյուս եղբորս որդին, Միշնեկ եղբայրս, իր որդին էլ Հայաստանի չեմպիոն է եւ միջազգային մրցաշարերի հաղթող մրցանակակիր Արթուրը, այո, Ամոյան, ինքն էլ լավ ուժեղ տղա է, իրանից հետո գալիս է էլի Մալխասի աղբերը, էլի Ազատի եղբայրը եւ իմ որդին էլ զբաղվում շամարտով, ասեմ, որ արդեն այտենց երևացող է, արագ մտածող սպորտային բաներ ունի մեջը, տեսնենք Աստված առաջ, եթե Աստված կամենա, կտեսնենք իրան էլ մի օր երևի թե կտեսնենք։ Քեզ առաջ ավելի շատ էինք տենում ըմբշամարտի հավաքականի մարզումներին, նաև Մալխասի հետ էինք ավելի շատ տեսնում միջազգային մրցաշարերում։ Հիմա կարծես ավելի պասիվ ես, թե այդպես է թվում, թե ինչ որ ուրիշ աշխատանքի ծանրաբեռնվածությունն է խանգարում։ Ասեմ, որ աշխատանքը մի քիչ ծանրաբեռնվածությունը շատացել է, դպրոցում էլ գիտեք երևի, որ Պատմիրտունի թենիսի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենն եմ եւ այնտեղ էլ ունենք լավ երեխաներ Խոստումնալից, սաներ ունենք եւ ես հետեւողական եմ, որ նպատակս է, որ այնտեղ էլ կարողանամ ինչ որ կազմակերպչական նենց անեմ, որ ունենանք չեմպիոններ եւ միջազգային մրցաշարերում հանդես գան։ Մենք էլ այնտեղ բազմակի երևի 400-500 երեխա ունենք, որ մարզվում են մեր մոտ տարբեր ժամերին։ Եվ իմ այդ սպորտային փորձը ճիշտ է, ամշամարտը եւ խաղայինը տարբեր են, բայց կապ չունի։ Այդ սպորտային ոգին եւ իմ անցած ճանապարհը փորձում եմ երեխաների մեջ սերմացնել, որ կարելի է կտրվել փողոցից, սովորել լավ եւ մարզվել։ Եթե մարզվես, ճիշտ մարզվես, նպատակով մարզվես, ինձ թվում է կհասնես հաջողության։ Ռոման 2023 թվականից հայտնի դարձավ, որ կառուցվելու է Ամոյան եղբայրների անվան մարզադպրոց։ Ուզում ենք իմանալ, ինչ փուլում են այդ աշխատանքները եւ երբ կտեսնենք վերջապես այն պատրաստ։ Ասեմ, որ այս տարի պետք է շինարարական աշխատանքները կատարվեն, որովհետեւ անցած տարի մի քիչ խնդիրներ կար, այդ տենդերային փուլի մեջ էր, մի քիչ խնդիրներ էր առաջացել, բայց փառք Աստծո սա լուծվեց, ամեն ինչ գնում է իր հունով եւ այս տարի շինարարական աշխատանքները պետք է կատարվեն։ Իսկ որտեղ է լինելու։ Դա լինելու է Եզդեական համայնքում, Ալագյազ կոշորացված համայնքում, մենք այնտեղ Ալագյազում ունենք 11 Եզդեական գյուղ եւ
կենտրոնը ոնց որ Ալագյազումը եւ ղեկավարության հետ որոշեցինք, որ իրանց առաջարկությամբ այդտեղ որոշեցին կառուցել մեր անվան ըմբշամարտի դպրոցը։ Շատ ճիշտ որոշում է, որովհետև Երևանում շատ կան դպրոցներ, իսկ մարզերում կարիք մեր երեխաները ունեն լավ մարզադպրոցներ։ Այո, համել գիտեք ինչ գյուղերում ավելի տաղանդավոր երեխաներ շատ կան, ուղղակի ցավոք աշխատանքի բերումը թե հնարավորությունները այլ են տարբեր մարդկանց, մեկը կարող է ուղարկել 10 հոգի, չի կարող ուղարկել եւ այդ դպրոցները գյուղերում, հա, այդպես տեղերում ինձ թվում է շատ ճիշտ մոտեցում է եւ ես վստահ եմ, որ այդ համայնքներից շատ ուժեղ անուններ կլսենք եւ չեմպիոններ կունենանք, որովհետեւ գյուղում իրոք երեխաների զբաղվածության բան պետք է սպորտով զբաղվեն, որովհետեւ այսօր տեսնում ես սաղ սարերում ես իմ երեխեքը դուրսը բան զբաղմունք էլ չկա, այսպիսի բաները շատ մոտիվացնող են երեխաների համար, հետո մենք էլ այնտեղ ենք լինելու անպայման հաճախ գնալու ենք գանք, որ երեխաներին դասիրակենք եւ սովորացնենք թե սպորտը ինչ բան է, այո։ Բացի այդ եզդի համայնքը, եզդի ժողովուրդը միշտ այնքան ակտիվ մեկնաբանություններ են գրում եւ ուրախանում են առաջ քո հաղթանակներով հիմա Մարխասի, կարծում եմ նաեւ նրանց այսպես կողքեվորի, շնորհակալական։ Մենք մեր մոտ ասեմ մի երևի մոտ մի 30-40 հոգի եզդի երեխաներ ունենք, որը որ զբաղվում են այս սպորտաձևով դինամոյում, որովհետև այո դուք ճիշտ նշեցիք, մեր չեմպիոնությունը երեխաների համար օրինակ է եւ ինձ թվում է բոլոր մարզաձևների մեր աշխարհահռչակ մարզիկների չեմպիոնությունը մեդալով վերադառնալը դա մինիմում մի 15-20, ինչ 20, երևի հարյուրավոր երեխաներին բերում են դեպի սպորտ եւ իրենք զբաղվում են իրենց սիրած մարզիկի սպորտաձևով։ Եվ ես իրոք ուրախ եմ ապրել մեր մարզիկները, որ կարողանում են այդպիսի մոտիվացիա մտցնել մեր երեխաների մեջ իրենց հաղթանակներով։ Իրենց հաղթանակները միայն իրենցը չեն, իրենց հաղթանակները մեր ազգիներ, մեր երեխաների վաղվա այդ առողջ մթնոլորտը մտցնելը դա շատ կարևոր բան է։ Ու այնքան կարևոր է, որ Մալխասն էլ իր հաղթանակներից հետո միշտ նշում է, որ հաղթանակս նվիրում եմ հայ եւ եզդի ժողովուրդներին։ Երկուսն էլ գնահատում ու սիրում են նրան։ Եթե ամփոփենք մեր զրույցը Ռոման, նախ շնորհակալ ենք, որ եկար ու հետաքրքիր հիշողություններ նաեւ մեր մեջ արթնացրիր։ Մեր ըմբշամարտը, հունահռոմեական ոճի ըմբշամարտը ինչպիսին ես տեսնում այս տարիներին մեդալները շարունակվում են լինել, դու պրոֆեսիոնալ աչքով երբ նայում ես, ինչպիսի սաներ ունենք, ինչպիսի հերթափոխ ունենք։ Լավ հարց տվեցիք։ Նախ ես էլ շնորհակալ եմ ձեր հրավերքի համար, դուք գիտեք, ես ձեզ շատ եմ հարգում, սիրում, որովհետև դուք իրոք մի քիչ առաջ նշեցիք, մենք շատ տարիներ իրար հետ աշխատել ենք, հայելել ենք այդ 2008 թվական միջև այդ ես հիշում եմ, որ մեր հավաքների ժամանակ դուք շատ էիք գալի գնում եւ ներկա մեր պարոն Գիլոյանի հետ սկզբնական չէ։ Ուսանողների դասախոսներ։ Այդ ժամանակվանից ես հիշում եմ եւ դուք միշտ մեր հաղթանակները միշտ լուսաբանել եք ու մեծ ողջավորությամբ, որի համար ես ձեզ շնորհակալություն եմ հայտնում ձեր հարցի հետ կապված։ Իրոք այսօր գիտեք ինչ մարզիչին ընդհանրապես գնահատում են իր աշխատանքի արդյունքների համար։ Եթե արդյունքը մարզիչի գոհացնող է, ուրեմն ինքը ճիշտ է աշխատում։ Այսօր վառ օրինակ Արմեն Բաբալարյանինը, տեսեք ինչքան մեդալ նվաճել եւ օլիմպիական խաղեր, աշխարհի առաջնություն, Եվրոպայի առաջնություն, միջազգային մրցաշար, որը որ տեսակ մի քանի օր, մի 3-4 օր առաջ էին վերադարձել մեր մարզիկները Տալինից, այո, եւ թիմային առաջնությունից
հաղթանակով վերադարձան եւ քանի 12 շատ ոսկե մեդալ է, եթե չեմ սխալվում։ Իհարկե, գոհացուցիչ է եւ այդպիսի աշխատանքը պետք է շնորհակալություն հայտնես մարզիչին, որ այդպիսի աշխատանք է կատարել եւ իր անձնակազմին։ Սամվել Գևորգյան, Ալեքսանդրյան Գևորգ եւ մյուս թիմը օգնող մարզիչներին իրոք ապրեն իրենք, որ կարողացան լավ աշխատանք անեն մարզիկների հետ։ Շնորհակալություն Ռոման, որ եկար մեզ մոտ, ելի եմ ասում հիշեցինք մեր ջահել օրերը, մի քիչ կարոտները ծառան, որ խոսեցինք ապագայից եւ մաղթում եմ, որ Ամոյանների ընտանիքում մեդալներն ավելանան ու օլիմպիական ոսկին անպայման լինի։ Շնորհակալություն։ Ես էլ ձեզ եմ շնորհակալում եւ ապրեք բարի մաղթանքների համար։ Ես էլ հույս ունեմ, որ այդ ոսկին մեր ընտանիքը կունենա։ Այսպիսին էր մեր այսօրվա եթերը ամոյանական եւ շատ հաճելի։ Կհանդիպենք։